Արի երեկո լրատվական կենտրոնն է սկսում աշխատանքը, նախ վերնագրերով օրվա մի քանի թեմաներ։ Արտգործնախարարը հավաստիացնում է, որ Երևանը չի բանակցում սահմանադրությունը փոխելու Բաքվի նախապայմանի շուրջ։ Կան հարցեր նաև, որ երկու երկրները չեն համաձայնվում, հա։ Հիմա սա այդպիսի հարցերից մեկն է։ Մայրաթորը հայտնում է, որ հոգևորականների բարձրագույն ժողովի օրակարգում հակաեկեղեցական արշավն է։ Ճիշտ պիտի լինի, որ երկու կողմի մեր ղեկավարները, որպես մեր ազգի եւ պետության ներկայացուցիչներ, նստեն երկխոսության եւ բոլոր հարցերին լուծում տան։ Եվ ամեն անգամ ձեռնարկղները տեսնելուց դուք կհիշեք, որ քաղաքացիներին Ընդդիմադիրները խիստ քննադատել են խորհրդարան եկած քննչական կոմիտեի ղեկավարին։ Սպանեցին, բայց մարդիկ ոնց էին ազատության։ Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու 3 եղբայրները տեղափոխվել են երեխաների աջակցության կենտրոն։ Բանակցությունների մեկնարկից 1 տարի անց Եվրամիությունը Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Ամերիկյան տեղական մարմինների ընտրություններում ընդդիմադիր դեմոկրատները հաջողություններ են գրանցում։ My friends, we have toppled a political dynasty. Եվ այսպես խաղաղություն հաստատելու Երևանի եւ Բաքվի հավաստիացումներին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է պնդել Հայաստանի սահմանադրությունը փոխելու նախապայմանը։ Հակառակ դեպքում խաղաղության պայմանագիրն Ադրբեջանը չի ստորագրելու, ասում են ուղիղ առանց դիվանագիտական փաթեթավորման։ Երևանը սահմանադրությունը փոխելու հարցով Բաքվի հետ չի բանակցում, պնդում է արտգործնախարարը, ընդգծելով, որ չեն կիսում Հայաստանի մայր օրենքի վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները։ Սահմանադրության փոփոխության հարցը վարչապետի աշխատակազմի ենթակայությամբ գործող Օրբելի կենտրոնի կազմակերպած միջոցառման ընթացքում այսօր Արարատ Միրզոյանին ուղղեց ադրբեջանցի լրագրողը։ Մեր պատասխանը շատ միանշանակ է, մենք չենք կիսում ընկալումը, թե մեր սահմանադրության մեջ որևէ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա։ Եվ հետևաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ եւ չենք բանակցում սրա շուրջ։ Ես նշեցի արդեն, խաղաղությունը հաստատված է, մի շարք ամենական էական հարցերի շուրջ համաձայնություններ ձեռք բերված են, հրապարակված է, ստորագրված է, բայց կան հարցեր նաեւ, որ երկու երկրները չեն համաձայնվում, հա։ Հիմա սա այդպիսի հարցերից մեկն է։ Հիշեցնելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար Բաքվում սպասում են այդ փոփոխությանը, Ազերթաջի լրագրողը հետաքրքրվեց, թե Երևանում որքան շուտ այն կիրականացնեն։ Արտգործնախարարը մինչ բուն հարցին պատասխանելը տարակուսեց։ Ինչու է ադրբեջանական պետական լրատվամիջոցի ներկայացուցիչը Երևանում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը համահունչ հարց տալիս։ Ես կհարցնեի երևի մի բան, որը չէր լինի, օրինակ, պաշտոնական Բաքվի խոսույթը կամ, չգիտեմ, թեման, որը նաև ես հնարավորություն եմ ունենում քննարկելու կամ լսելու իմ ադրբեջանցի գործընկերների կողմից, դա հաստատ չէր լինի սահմանադրության վերաբերյալ։ Բայց կրկին այստեղ, ես իմ շատ թյուր պատկերացումը գուցե ունեմ լրագրողական հետաքրքրությունների մասին։ Ավելի քան 3 տարի բանակցված եւ համաձայնեցված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը միայն նախաստորագրված է։ Բաքուն ստորագրելու 2 նախապայման էր ներկայացնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում եւ սահմանադրության փոփոխություն, որում տարածքային պահանջ են տեսնում։ 3 տասնամյակ Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղված միակ ձևաչափը Երևանի համաձայնությամբ լուծարվեց։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, Արարատ Միրզոյանն այսօր պնդեց. Երևանն ու Բաքուն արձանագրել են թե Հայաստանի, թե Ադրբեջանի սահմանադրություններին բանակցություններում անդրադարձ չի լինելու։ Մենք չունենք համաձայնություն, որ սա բանակցային օրակարգի մաս է, բանակցային օրակարգի հարց է եւ հետեւաբար մենք եւ Ադրբեջանը մեր հետագա հանդիպումները եւ կամ հետագա բանակցությունները նվիրենք այս թեմային։ Չկա այդպիսի բան։ Արձանագրել ենք, որ մենք այստեղ չունենք համաձայնություն։
Բաքվից սակայն չեն հրաժարվում այս օրակարգից, պարբերաբար հիշեցնում են խաղաղության պայմանագիր կստորագրել միայն Հայաստանի սահմանադրության փոփոխությունից հետո։ Միրզոյանը եւս սա փաստեց, միևնույն ժամանակ պնդելով, թե առանց ստորագրման էլ միայն նախաստորագրմամբ խաղաղությունը հաստատված է։ Հայաստանի գլխավոր դիվանագետը այդուհանդերձ հարկ համարեց շեշտել, նոր սահմանադրության հարցը իշխանության օրակարգում է։ Մենք դեռ 2018 թվականից 18 թվականի վերջերից նույնիսկ եթե շոուությունը չի դավաճանում, հանրային ասել ենք, որ մենք խնդիր ունենք մեր սահմանադրությունը փոխելու, բայց սա նախ եւ առաջ ներհայաստանյան եւ միայն գուցե ներհայաստանյան օրակարգի մաս։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս ռուսական ցորենի առաջին խմբականակը։ Երևանը ողջունել է տարանցման արգելքը վերացնելու Ալիևի այս որոշումն ու պատասխան քայլ արել առաջարկելով ադրբեջանական բեռներն էլ Հայաստանով Թուրքիա տանել։ Ադրբեջանցիներին այս տարբերակը կարծես դեռ չի հետաքրքրել։ Տասնամյակների շրջափակման պայմաններում Ադրբեջանի տարածքով տեղափոխվող բեռների առաջին խմբականակը շուտով Հայաստան կհասնի, հայտարարում է Երևանը։ Ռուսական ցորենն արդեն անցել է Ադրբեջանի սահմանը, ճանապարհին է նաև ղազախականը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ 15 վագոններով շուրջ 1050 տոննա ռուսական հացահատիկ են բերում Հայաստան։ Գնացքը կբեռնաթափվի Երևանից մոտ 50 կիլոմետր հեռու գործող Դալարի կայարանում։ Ռուս-ադրբեջանական սահմանն անցնելուց հետո բեռները Հայաստան հասցնելու համար գնացքը նախ Բաքու կհասնի, ապա կշարժվի Թբիլիսիի ուղղությամբ, այնտեղից էլ կթեքվի հարավ ու Հայաստան կշարժվի։ Ռուս-ադրբեջանական սահմանից Դալարի կայարան հասնելու համար գնացքն ընդհանուր առմամբ ավելի քան 1000 կիլոմետր կանցնի։ Թեև իշխանությունները Հայաստանի ապաշրջափակման մասին են հայտարարում, երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային կապ չի հաստատվում։ Բեռները Հայաստան հասցնելու համար գնացքները մի մեծ կիսաշրջան կգործեն։ Սովետական շրջանում Հայաստանի հյուսիսում գործում էր Իջևան-Ղազախ երկաթուղին, որը նույն այս ճանապարհը զգալի կրճատ էր։ Տնտեսական արդյունավետությունը Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի ներկրման կավելանա, եթե աշխատի օրինակ Իջևան-Ղազախ այս երկաթգիծը, որը այս պահին ընդհանրապես չի քննարկվում, չի գոյություն չունի, այսպես ասած։ Իշխանություններն այժմ առաջին հերթին Ռուսաստանից դուրս եկած գնացքին են սպասում։ Հայտարարել են, որ մոտ օրերս կհասնի նաև ղազախական ցորենը, թե երբ հայտնի չէ։ Ռուս-ղազախական սահմանից երկաթուղային ճանապարհով Հայաստան բեռներ տեղափոխելու համար պետք է ավելի քան 2000 կիլոմետր ճանապարհ կտրել։ Այս պահին 15 վագոններով տեղափոխվող 1050 տոննա ռուսական ցորենը Հայաստանի համար շատ փոքր ծավալ է։ Անցած տարի Հայաստանը Ռուսաստանից 316,000 տոննա ցորեն է ներկրել, այսինքն 15 վագոններում գտնվող ցորենը մեկ օրվան էլ բավարար չէ։ 2024-ի ներկրված ցորենի ընդհանուր արժեքը մոտ 61 միլիոն դոլար է կազմել, այսինքն 1 տոննան $193, կիլոգրամը մոտ 75 դրամ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում է, երկաթուղային ճանապարհով հացահատիկի ներկրումն ավելի էժան է ստացվում։ Ես հուսով եմ, որ այսօր Հայաստան ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով, որը շատ տնտեսապես նպատակահարմար է, ընդ որում եւ Ղազախստանից եւ Ռուսաստանից եւ էապես եւ ղազախական ցորենի ինքնարժեքը եւ նաեւ ռուսական ցորենի ինքնարժեքը երկաթուղային ճանապարհով Հայաստան գալու պարագայում էապես իջնում է։ Էժանացումներ սակայն առաջիկայում չարժե սպասել, նախարարի հայտարարությունը հիմնավորված չէ, ընդգծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Փոթի, Թբիլիսի, Երևան ճանապարհը կազմում է մոտավորապես 600-ից 620 կիլոմետր։ Բաքու, Թբիլիսի, Երևանը կազմում է մոտ 830 կիլոմետր, այսինքն մոտ 30% ավելի շատ։ Այլ հավասար պայմաններում տրանսպորտային ծախսերը ավելի մեծ են լինելու Բաքվով, այսպես տեղափոխելու պարագայում։ Պնդել, որ ղազախական կամ այս դեպքում էական չի ղազախական, Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրումը կեժանացնի ցորենը, դա այս պահին որևէ տնտեսական հիմք չունի։ Եթե չկա օրինակի համար ադրբեջանական կողմի հետ ենթադրենք պայմանավորվածություն, որ օրինակ երկաթուղու բեռնափոխադրման վճարը ենթադրենք 80%-ով զեղչ են արել օրինակի համար, այո, կարող է դեպքում ձեռնտու լինել, բայց մնացած այլ հավասար պայմաններում քիչ հավանական է, որ այս տարբերակը տրանսպորտի ավելի էժան լինի, քան Վրաստանով եկող տարբերակը։ Ռուսական ցորենի 1 տոննան տարբեր տվյալներով այժմ 70,000 դրամի է հասնում։ Ղազախական հացահատիկ կարելի է ձեռք բերել 65,000-ով։ Այս դեպքում մեծ նշանակություն ունի ցորենի տեսակն ու որակը։ Թե այս պահին Հայաստան տեղափոխվող ցորենն ինչ տեսակի է,
իհարկե պաշտոնյաները չեն մանրամասնել։ Երկաթուղային բեռնափոխադրումներն ավելի էժան են, քան մեքենաներով փոխադրումները, միանգամից հնարավոր է տասնապատիկ ավելի շատ ապրանք բերել, վառելիք խնայել։ Այս դեպքում, սակայն, ներկրվող բեռների ինքնարժեքը մի շարք այլ գործոններով է պայմանավորված։ Ծորենի տեսակը, բեռնափոխադրման արժեքը, կառավարությունը նաև չի պարզաբանել տարանցման համար Ադրբեջանին վճարել է, թե ոչ, եւ եթե այո, որքան։ Գնացքով բեռներ տեղափոխելու համար պետք է վճարել Ադրբեջանի երկաթուղիներ ընկերությանը։ Նրանց կայքում վիրտուալ հաշվիչ կա, որը հենց հիմա էլ ճանաչում է Հայաստանի երկաթուղային կայարանները, եւ բեռնափոխադրողները կարող են սեփական հաշվարկներն անել։ Ներկրումները հիմնականում քաղաքական ազդակներ են պարունակում, ոչ թե տնտեսական։ Քաղաքական ազդակներ հանրությանը, որ մենք խաղաղության այսպես նոր փուլ ենք եկել, անվտանգությունը ավելի ամրապնդվել է, բայց սրանով տնտեսական այսպես հաշվարկներ չի կարելի անել, վաղ է անել։ Այս հարցերն ուղղել ենք էկոնոմիկայի նախարարությանը, պատասխաններ առայժմ չենք ստացել։ Նաև հետաքրքրվել ենք, ինչ հաճախականությամբ են նախատեսում Ադրբեջանի տարածքով բեռներ ներկրել։ Իդեպ Երևանը Բաքվի այս քայլինի պատասխան վարչապետի մակարդակով առաջարկել է Հայաստանի տարածքով բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանից տեղեկացանք, Բաքուն դեռ չի արձագանքել հայկական կողմի այս առաջարկին։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները պատասխան այցով Բաքու են մեկնելու։ Ադրբեջանցիների այցը աղմուկ էր բարձրացրել, երբ պարզվել էր, որ Երևանում է 2 տարի առաջ Լաչինի միջանցքը փակած բնապահպան ներկայացող ակտիվիստը։ Արդյոք Հայաստանի ներկայացուցիչները Բաքվում հայ գերիներին այցելելու հնարավորություն կունենան։ Տեղում ինձ թվում է պարզ կլինի, ինչպիսի արձագանք է գտել, ասենք, մեր այդ խնդրանքը։ Ադրբեջանցիների հետ երևանյան հանդիպման ընթացքում հայաստանցի փորձագետները ցանկություն են հայտնել Բաքու այցելության ժամանակ հանդիպել հայ գերիներին։ Ազատությանը փոխանցեց Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցած Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի ղեկավար Բորիս Նավասարդյանը։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են հաստատված խաղաղության մասին, բայց Բաքուն շարունակում է 23 հայ գերիներին պահել իր բանտերում։ Սեպտեմբերին ԱԱԾ պետի Բաքու այցից կար ակնկալիք, որ Անդրանիկ Սիմոնյանը հայ գերիներին գոնե կտեսակցի, բայց ոչ մի այդպիսի տեղեկություն չհաղորդվեց։ Մեր ցանկությունը ակնհայտ է եւ բնականաբար այն հնչեցվել է, բայց մենք հասկանում ենք, որ դա այն մարդկանց լուծելիք հարցը չի, որոնք այցելել են Երևան, բայց որ իրենց միջոցով մեր ցանկությունը Բաքու այցելությունը օգտագործել նաև այս նպատակով հասցվել է տեղ։ Թե ինչպես կլինի, ես կարծում եմ մինչև մեր գնալը մենք չենք իմանալու։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է շաբաթվա սկզբին ասել, որ մոտ ժամանակներում Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները փոխադարձ այցով կմեկնեն Բաքու։ Ադրբեջանցիները հոկտեմբերի 21-22-ին էին Երևանում։ Թե կոնկրետ օրը երբ կկազմակերպվի Բաքու այցը, Նավասարդյանն ասաց, ժամկետները միայն վերջին պահին պարզ կդառնան։ Բայց գերիների եւ անհետ կորածների ճակատագիրը այն հարցերից է, որը Բորիս Նավասարդյանի խոսքով իրենց քննարկումների օրակարգում է։ Խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրման, ապա շրջափակման գործընթացը արագացնելու, համատեղ տնտեսական ծրագրերի, սահմանամերձ բնակիչների շփումներ նախաձեռնելու կողքին։ Առանց փակագծեր բացելու ասած, նաև համատեղ առաջարկներ են ձևակերպել այս հարցերի շուրջ։ Այն առաջարկությունները, որ մենք մշակել ենք, կարծում եմ կարող են ինչ-որ չափով մտնել նաև պաշտոնական բանակցությունների օրակարգ եւ ինձ համար գոնե հիմնական նպատակը այս հանդիպման դա էր։ Հայ-ադրբեջանական երևանյան հանդիպումը աղմկահարույց էր։ Կլոր սեղանին մասնակցելու էր եկել նաև 2022-ի դեկտեմբերին Լաչինի միջանցքը փակած կինը, որպես քաղաքասարակության ներկայացուցիչ։ Լաչինի միջանցքի փակմանը հետևեց ամիսների շրջափակումը, այնուհետև Արցախի հայաթափումը։ Երևանի եւ Բաքվի պաշտոնյաների աջակցությամբ հանդիպման մասնակիցներից Արեգ Քոչինյանը պնդել էր, կողմերը միմյանց հետ կազմերը չեն քննարկել, ամեն մեկը իր մասնակիցներին է որոշել։ Նաեւ միջազգային զեկույցներն են փաստում, Ադրբեջանում քաղաքասարակություն չկա, կան իշխանության վերահսկողության տակ գործող հասարակական կազմակերպություններ, իսկ պետությանը հակադիր դիրքորոշումները ճնշվում են։ Նավասարդյանից հետաքրքրվեցի, տեսել է խնդիրների լուծման հետաքրքրություն, թե երևանյան հանդիպումը ձևական էր։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ 10 հոգուն, ապա նրանց միացնող հիմնական հանգամանքը այն է, որ երկուսն էլ կողմնակից են խաղաղության օրակարգին, որը հիմա իրականացվում է։
Այն իրականացման ընթացքում կարող են լինել որոշակի փոփոխություններ, մոդիֆիկացիաներ, մոտեցումների ճշգրտումներ, սակայն ընդհանուր գծերով մենք համաձայնել ենք նրա շուրջ, որ մենք այդ օրակարգին աջակցում ենք։ Ամեն կողմից 5 հոգի է քննարկմանը մասնակցել։ Բաքու մեկնող կազմն էլ ենթադրում էր զրուցակիցս չի փոխվի։ Բայց ասած առաջարկ է եղել, որ երկխոսության մասնակիցների կազմը ընդլայնվի։ Կոնկրետ ոլորտներով զբաղվող կազմակերպությունների մասին խոսեց Նավասարդյանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր նաև լրագրողների փոխադարձ այցի մասին ակնարկեց, երբ պատասխանում էր Երևան եկած ադրբեջանցի լրագրողի հարցին։ Իսկ թե հայաստանցի լրագրողների այցը երբ է ծրագրվում, քանիսի մասին է խոսքը, ինչ միջոցառման շրջանակներում չհստակեցրեց, դառնալով քաղաքասարակության շփմանը։ Բորիս Նավասարդյանը ենթադրում է, ինչպես ադրբեջանցիների դեպքում իրենց այցն էլ Բաքու ուղիղ չվերթով կկազմակերպվի։ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն։ Ռուս պաշտոնյան ասել է, թե Մոսկվան ձգտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման։ Գրիգորյանը Ռուսաստանում մասնակցում է ԱՊՀ անվտանգության խորհուրդների ղեկավարների հավաքին։ Դուք դիտում եք լրատվական կենտրոնը, լուրերն անընդհատ թարմացվում են մեր Telegram-ի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածի թեմաներն են։ Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու 3 եղբայրները տեղափոխվել են երեխաների աջակցության կենտրոն։ Բանակցությունների մեկնարկից 1 տարի անց Եվրամիությունը Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Ամերիկյան տեղական մարմինների ընտրություններում ընդդիմադիր դեմոկրատները հաջողություններ են գրանցում։ My friends, we have toppled a political dynasty. Մայրաթորում երկրորդ օրն է ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Էջմիածինը հաղորդում է, որ օրակարգում հակաեկեղեցական արշավը, ապօրինի ազատազրկված եկեղեցականների ու մյուսների նկատմամբ իրավական գործընթացներն են, Ադրբեջանում պահվող գերիների հարցը։ Բարձրաստիճան հոգևորականների շրջանում, սակայն կուլիսային այլ քննարկումներ ևս ծավալվում են։ Այնինչ Մայրաթորը պաշտոնական հաղորդագրությամբ սրբապիղծ բեմականացում է համարում, Վազգեն arczepiskopos Միրզախանյանն անվանում է պատարագ։ Խոսքը Հովանավանքում կարգալույց քահանայի կատարած ծեսի մասին է։ Վարչապետը ազատ է, վարչապետը ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ցանկացած տեղ պատարագների, հոգևոր արարողության, մենք ազատ երկրում ենք եւ բնականաբար կարող են գնալ եւ մասնակցել։ Դա ցանկացած մարդի որոշումն է դա։ Դա պատարագ է ձեզ սրբազան։ Պատարագ չի։ Հիսուս ասում է, որտեղ իմ անունով 2-3 հոգի հավաքվում են, ես այնտեղ եմ։ Հիմա դրա անունը ներողություն, մեկ վայրկյան ասեմ։ Դրա անունը կդնեք պատարագ, ժամերգություն, թե հոգևոր երաժշտության օր, դա տարբեր է։ Ես ասում եմ, դուք գնացեք հարցրեք ով համարել է ինչ։ Ասում եմ, ես Մայրաթորն եմ։ Դուք Մայրաթորի միաբաններից եք։ Այո, բայց Մայրաթորը ունի իր պաշտոնական արտահայտությունը։ Թող Մայրաթորը պատասխանի այդ ամենը։ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի տեսակետը ստացվում է տարբերվում է Մայրաթորի պաշտոնական տեսակետից։ Էջմիածինն այդ արարողություններն անվավեր է համարում, նշում, որ Հովանավանքը պիտի վերասրբագործվի։ Բոլորին մեր վարչապետ եւ միասին աղոթքի։ Վազգեն Սրբազանը մի պատմության մեջ ընկավ Փաշինյանի եկեղեցիների չուլանացման վերաբերյալ հայտարարությունից, այսինքն արշավանքի մեկնարկից ուղիղ 1 ամիս առաջ։ Նա Հայաստանի վարչապետին էր ջերմորեն ընդունել Տալինի հայկական եկեղեցում, օրհնել նրան, ողջունել քայլերը դեպի Եվրամիություն։ Մեր աղոթքն է, որ պարոն վարչապետ, ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության եւ մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, դինի հաջողության, մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ եւ առաջնորդ մեր երկիրը դեպի Եվրոմիություն իր քայլերն անի։
Փոքրիկ այս դրվագը սակայն դուր չէր եկել Էջմիածնին, այստեղից Սրբազանի մտքերն անվանել էին սուբյեկտիվ, նրան հորդորել շրջահայաց լինել։ Արդյոք Վազգեն Սրբազանի տեսակետը տարբերվում է նաև կաթողիկոսի գահակալության հեռանկարի առումով։ Ազատության տեղեկություններով հոգևոր վերնախավում կան քննարկումներ, որ վեհափառն այնուամենայնիվ պիտի հեռանա գահից։ Այդպիսի ձայներ կան, հարցրինք Վազգեն Սրբազանին։ Ոչ մի քննարկում չկա վեհափառ հայրապետի հեռացման հետ կապված։ Բայց մեր վեհափառն է եւ մենք շատ հաճախակի իրեն հետ քննարկումներ ենք ունենում բազմաթիվ հարցերի շուրջ եւ այս մտահոգություններն էլ ունենք եւ արտահայտում ենք։ Միայն այն, որ Հովանավանքի Տեր Արամ քահանայի կարգալուծության որոշմանը մեկ եպիսկոպոս Գևորգ Սրբազանը դեմ է եղել, արդեն իսկ Մայրաթորի ներսում հակասությունների մասին է վկայում։ Իսկ ինչպես է պատկերացնում Վազգեն Սրբազանը այս իրավիճակի հանգուցալուծումը, օրորի է սրվում հակամարտությունը հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների միջև։ Իմ կարծիքը հետեւյալն է, որ ճիշտ պիտի լինի, որ երկու կողմի մեր ղեկավարները, որպես մեր ազգի եւ պետության ներկայացուցիչներ, նստեն երկխոսության եւ բոլոր հարցերին լուծում տան։ Դա հնարավոր է, ըստ ձեզ։ Ես չեմ կարող ասել։ Ձեր տպավորությամբ կողմերը պատրաստ են նման երկխոսության։ Չեմ կարող ասել, բայց դա պիտի լինի։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ է, որ լինի։ Խոսել եք վեհափառի հետ նման պատասխան։ Թույլ տվեք, որ ես այդ հարցին չպատասխանեմ։ Երեկվանից Մայրաթորում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է սկսվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության օրակարգում նաև հակաեկեղեցական արշավն է որպես մարտահրավեր։ Հանգուցալուծումն ինչպես եք պատկերացնում։ Հարցրինք Վայոց ձորի թեմի առաջնորդին Աբ รา համ arczepiskopos-ը վերջին 5 ամիսներին սակավախոս է։ Ժողովը կորոշի, ես չեմ որոշող դա։ Այս ժողովը պիտի որոշի։ Անշուշտ, հավանաբար, որևէ ժողով։ Այս ժողովում որոշումներ կլինեն։ Չգիտեմ։ Արդյոք բոլոր միաբաններն են այն կարծիքին, որ վեհափառը չպիտի թողնի գահը։ Ես չգիտեմ այդ քննարկումը կա թե չկա, ես Վայոց ձորում չեն ասում տես բաներ։ Կա թե չկա, չգիտեմ։ Ժողովի ընդմիջմանը Նավասարդ arczepiskopos Կճոյանին փորձեցինք մոտենալ։ Նա հաստատուն քայլերով դուրս էր գալիս վեհարանի տարածքից։ Տեսախցիկը նկատելուն պես հետ պտտվեց։ Ավելի ուշ հրաժարվեց հարցազրույցից։ Կներեք։ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ ու Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ խաժակ arczepiskopos Պարսամյանը նույնպես հոգևոր խորհրդի անդամ է։ Նա Հովանավանքում տեղի ունեցողի վերաբերյալ Մայրաթորի պաշտոնականից տարբերվող տեսակետ չունի։ Ոչ կանոնական է այդ, բնականաբար։ Ոչ կանոնական է։ Մնացած հարցերին ի պատասխան առաջարկում է սպասել պաշտոնական հաղորդագրությանը ժողովի ավարտին, այսինքն 3 օրից։ Ոյ մեկ եզրակացության չենք եկած։ Եկեղեցու թեման շարունակելով այժմ էլ Հովանավանքի ճակատագիրը։ Տաճար մուտք ունի միայն Մայրաթորի կողմից կարգալույծարված հոգևորականը, նրա մատուցած պատարակն էլ եկեղեցին ապօրինի է ճանաչում, բայց Հովանավանքին մոտենալ Էջմիածնի սպասավորները չեն կարողանում, եկեղեցու խորանը զբաղված է, իրավապահները չեն միջամտում։ Քննչական կոմիտեն, որ մերժել է քննել Հովանավանքի զավթման մասին հաղորդումը, անվտանգություն է տրամադրել Մայրաթորի կողմից կարգալույծարված քահանային։ Մենք գիտենք, որ իրենք բան չեն անելու, անկեղծ գիտենք, բայց դա անելու ենք, թող ով ուզում է լինի այդ պաշտոնատարանց, թող ինքը իմանա, որ ինքը իր վարույթ եղավ, ինքը ստորագրեց, հակառակ բան արեց, ինքը պատասխան է տալու, բոլորը պատասխան են տալու, ով խառնվել է այս ապօրինությանը։ Թող մերժեն, թող անտեսեն, թող անտարբեր գտնեն իրենց գործն է։ Քննչականից չեն պարզաբանում, թե այդ ինչ քրեական վարույթի շրջանակում են պաշտպանում Ստեփան Ասատրյանին, նախկին քահանա Տեր Արամին, ումից են նրան պաշտպանում։ Այս հարցին եւս պատասխան չկա։ Այսօր քննչականի ղեկավար Արթուր Պողոսյանը միայն հաստատեց, որ քրեական վարույթ չեն հարուցել եւ մերժել են Մայրաթորի փաստաբանի դիմումը։ Այդ հաղորդումը սահմանված կարգով ընթացք է լուծվել։ Հիմա այս պահին ճիշտ ասած որքան տեղյակ եմ վարույթ չի նախաձեռնվել։ Փաստաբան Արա Զոհրաբյանը մի քանի հաղորդում էր ներկայացրել։ Ընդգծել էր, որ եկեղեցուն պատկանող տարածքը զավթված է, իսկ դրա պատասխանատուն բարձրաստիճան ոստիկաններն ու վարչապետն են։ Հիշեցրել էր, որ հենց իրավապահների աչքի առաջ ու թողտվությամբ են խոչընդոտել իր ու Հովանավանք գնացած օրինական քահանաների տեղաշարժը, Մայրաթորին արգելել մտնել իր իսկ տարածք պատարակ մատուցելու, անգամ սեփականության վկայականը ոստիկաններին ցույց տալուց հետո։ Մինչդեռ նույն ոստիկանները
պայմանների պահպանության ներքո նույն պահին եկեղեցուն պատարակ էր անցկացնում կարգալույց քահանան, որի ձեռքից էլ վարչապետ Փաշինյանը հաղորդություն էր ստացել։ Մենք ասում ենք, որ եկեղեցու գործունեությունը խոչընդոտվել է։ Եկեղեցու գործունեությունը դրսևորվում է իրեն պատկանող նաև եկեղեցու միջոցով ծեսեր կատարելուն։ Հիմա բռնազավթման միջոցով եկեղեցին չի կարող իր գործունեությունը տարածել Հովանավանքում։ Այս փաստը անվիճելի փաստ է։ Ըստ փաստաբանի քննչականը շրջանցել է իր հաղորդման մեջ նշած խախտումները, չի ընդունել, որ հանցագործություն է կատարվում։ Ավելին գրել են, թե փաստաբանը եկեղեցու ներխուժումը կանխելու համար դիմել է ոստիկանություն, թող նրանք էլ զբաղվեն այդ հարցով։ Ներքին գործերի նախարարությունը սակայն շաբաթներ շարունակ լուռ է։ Զոհրաբյանը դեռևս պատասխան չի ստացել։ Ես այդ դիմումը ներկայացրել եմ, ընդ որում տարածքային բաժնին եմ ներկայացել, աշտարակի ոստիկանության եմ ներկայացել, մինչև հիմա դրա պատասխանը չունեմ։ Դիտավորյալ անգործություն են դրսևորում, թող դրսևորեն։ Ինչու ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկում Հովանավանքի սեփականատիրոջը Մայրաթորին վերադարձնելու իր տարածքն ու այն ազատելու Մայրաթորի կողմից կարգալույց արված քահանայից, այս հարցը մնում է անպատասխան։ Ազատությունը հարցում է ուղարկել ներքին գործերի նախարարություն, չնայած ներկայացրած բողոքներին, Արա Զոհրաբյանն ի սկզբանե ակնկալիք չուներ, որ իրավապահները դրան ընթացք կտան։ Այս պայմաններում անպաշտպան ենք, իրականում անպաշտպան ենք։ Ցավալի է, բայց եսի մասնագիտական այս երկար տարիների ընթացքում ես այս աստիճանի անարդարության զգացում չեմ ունեցել։ Ու ակնհայտ օրը ցերեկով սպիտակին սև ասել ու նման անպաշտպան վիճակում թողնելը հայ առաքելական Սուրբ եկեղեցում սա երբ դատապարտելի է։ Մինչ այս պետության կողմից պաշտպանություն ստացած կարգալույց քահանան արդեն երկրորդ կիրակին վարչապետի ու մյուս իշխանականների մասնակցությամբ պատարակ է մատուցում ու հայտարարում Հովանավանքից ոչ միտեղ չի գնալու։ Պահյա, պահպանյա եւ օգնյա ազգս հայոց, եկեղեցիս Հայաստանյաց եւ սահմանած մնաց։ Չենք պատրաստում եկեղեցուց դուրս գալ։ Մեր ամբողջ կյանքի նպատակը եղել է եկեղեցու մեջ լինելը։ Եկեղեցուց հեռացված, բայց վարչապետի հովանավորությունը վայելող Ստեփան Ասատրյանի ձեռքում են շարունակում մնալ Հովանավանքի ու Մայրաթորի իրեն տրամադրած տան բանալիները, իսկ ոստիկանությունը շարունակում է հսկել վանքի տարածքը, որ ինչպես պնդում են, բախումներ չլինեն։ Օրերս ներքին գործերի նախարարն ասել էր, թե Հովանավանքում շարունակում են պահպանել հասարակական կարգը։ Այլ թեմաներ քննչական կոմիտեի ղեկավարի զեկույցը խորհրդարանում թեժ է անցել։ Ընդդիմադիրները հերթով հիշեցրել են իրենց գործընկերների հոգևորականների դեմ հարուցված գործերը, բացատրություն պահանջել իրավական կառույցի ղեկավարից ու անգամ խորհրդանշական նվեր փոխանցել։ Եվ քանի որ դուք կալանքների մասով շատ ակտիվ եք եւ կալանքի միջնորդությունները ներկայացնելուց երկար չեք վարանում, ես այդ առիթով ուզում եմ ձեզ խորհրդանշական մի նվեր նվիրել։ Ընդդիմադիր падգամավորը քննչական կոմիտեի ղեկավարին ձեռնաշխտաներ էր նվեր բերել։ Ցանկացած քաղաքացու կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ երկար մտածել, արդյոք սա արժե կալանքի տանել այս քաղաքացուն, որովհետեւ այնպիսի տպավորություն է մեր երկրում, որ քաղաքացիների կալանավորման մասով քննչական կոմիտեն ակտիվ է միայն այն ժամանակ, երբ որ կա քաղաքական հրահանգ, բայց հանցագործները ազատ ման են գալի։ Սա ես թույլ չեմ տալ։ Թագուհի Թովմասյանի նվերից վրդովվեց իշխանական падգամավոր Վլադիմիր Վարդանյանը, թե լավագույն պահը չէ։ Վարդանյանը սպառնում էր նիստը ընդհատել։ Ես որ խնդրում եմ ձեռնաշտան պահեք, հակառակ դեպքում ես կընդհատեմ նիստը։ Նվերի հասցեատերը իշխանականի պես չբորբոքվեց, ավելի խաղաղ արձագանքեց։ Ինձ նվեր պետք չի։ Առավել ևս այդ խաղալիքը ես դրա իսկականն ունեմ։ Իսկական ձեռնաշխտաներով վարչապետ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին ազատությունից զրկելու քրեական գործերի մասին հարցերի պակաս չեղավ այսօր խորհրդարանում։ Ընդդիմադիր падգամավորները քննչականի ղեկավարին մեղադրում էին, թե համակարգը իշխանության ձեռքում քաղաքական գործիք է դարձրել։ Իշխանության հակառակորդներին ակտիվ կալանավորում են, հոգևորականներին հետապնդում ու հնչեղ սպանությունները չեն բացահայտվում։ Օրինակ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանությունը։ Քննչական կոմիտեի նախագահը երբ որ հելնի ասի, որ օրինակ, չգիտեմ, ասի, որ օրինակ դեպքը բացահայտված չի։ Չբացված է։ Դա լուրջ է։ Լուրջ չի, չէ՞։ Այսինքն կատարողների մասով մենք դեպքը բացահայտել ենք։ Իսկ ինչ է բացահայտել քննչականը մեկ այլ հնչեղ գործարար Սամվել Կարապետյանի գործով։ Տաշիրի սեփականատերը ազատությունից զրկվեց մոտ 6 ամիս առաջ։ Հայ առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց։ Եկեղեցին իր ձևով պաշտպանելու խոսքերը քննչականը ներկայացնում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ։ Բացի այս կարճ հարցազրույցից ուրիշ ապացույցներ ունեն, որ իշխանությունը զավթելու կոչ է արել։ Փաստերը կներկայացվի ժամանակ, երբ որ գործը հրապարակային դառնա, այդ փաստերը կներկայացնենք, դուք այդ ժամանակ վստահ եմ այդ հարցերը ձեր մոտ էլ չեն ծագի։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին,
ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Գործարարի այս մեկնաբանությունում ո՞րն է իշխանությունը զավթելու կոչ, որ նրան 6 ամիս է պահում են ազգային անվտանգության ծառայության նկուղում։ Դուք ինձ հիմա մեղադրանքի էությունը ասում եք պարզաբանի։ Մեղադրանքի մեջ ամեն ինչ արտացոլված է։ Իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածից հետո գործարարին փողերի լվացման մեղադրանքներ առաջադրեցին։ Մեկով դատարանով էլ հաստատվեց, որ Կարապետյանի մասնակցության վերաբերյալ հիմնավոր կասկած չկա։ Ինչու այս մասով գործը չեն կարճում եւ ինչու իշխանությունը զավթելու կոչի դրվագը դատարան չի հասնում։ Երբ որ մենք միասնական մեղադրանք ունենք, օրենքը հնարավորություն չի տալի մեղադրանքը տրոհել եւ մի մասով ուղարկել դատարան, այն մյուսով անձը շարունակի գտնվել քրեական հետապնդման կարգավիճակում։ Իշխանությունը զավթելու կոչի դրվագով բացի հայտնի մեկնաբանությունից լրագրողներին այլ հիմքեր չներկայացնող Պողոսյանը վստահեցնում էր, թե գործարարին քաղաքական հրահանգով չեն կալանավորել։ Արթուր Պողոսյանին հիշեցրինք վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկը, որ նախորդել էր Կարապետյանի կալանքին։ Փաշինյանը հրապարակային վիրավորական բառապաշարով սպառնացել էր ընդմիշտ պասիվացնել հոգևորականների բարեգործներին։ Սա իրավապահներին ուղղորդում կամ գործին միջամտություն չէ։ Դա որևիցե կերպ միջամտություն համարել չի անհնար է։ Անձամբ Նիկոլ Փաշինյանից հրահանգները SMS-ով, հեռախոսազանգով թե մեյլով եք ստանում։ Թույլ տվեք ձեր հարցին չպատասխանել, քնար։ Որովհետև կոմիտեի նախագահի եւ երկրի գործադիր իշխանության մարմնի ղեկավարի հարաբերությունները սահմանված օրենքով։ Քննչականի ղեկավարը հրահանգել բառի հետ կապված որևէ առարկություն չուներ, իսկ հրահանգիչել է, որ գործարարին կալանքի տակ պահեն մինչև 2026-ի ընտրությունների ավարտը։ Չէ, նման հրահանգ չկա։ Գալիք ընտրություններին մասնակցելու է նաև միլիարդատեր Կարապետյանի առաջնորդած մեր ձևով ուժը։ Հայաստանը Փաշինյանի կառավարությունից ազատելու մտադրության մասին Կարապետյանը հայտարարեց ազգային անվտանգության ծառայության նկուղից։ Մինչև ազատությունից զրկվելը քաղաքական հավակնությունների մասին հրապարակային չէր խոսել։ Մի քանի քրեական գործերով մեղադրյալ Սերժ Սարգսյանի ազատությունը չի սահմանափակվի։ Երկու դատավորներ այսօր իրար հետևից մերժել են իրավապահների միջնորդությունները երրորդ նախագահին արգելել հեռանալ Հայաստանից։ Ընդ որում դատավորներից մեկը, չնայած եղբոր մահվանը, հրատապ է գործուղվել նիստի։ Ձեզ թվում է, թե ես նման եմ մարդով կարա փախչի։ Դա մեկնաբանություն է արդեն։ Դա մեկնաբանություն չէ, դուք ինքներդ պետք է փոխարեն մեկնաբանեք։ Ես որտեղից եմ փախել, որտեղից փախնել։ Դրա համար ուզում եմ հասկանալ։ Ես ասացի, որ նույնիսկ եթե ես վստահ եմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ թաղես, իմ երկիրն է, այս իրանց երկիրը չէ։ Իմ երկիրն է։ Ես իմ երկրից պետք է փախչեմ։ Օպերատիվ տվյալներ էին ներկայացնում, Ինչ օպերատիվ տվյալներ։ Այդ օպերատիվ տվյալներով ես արդեն փախած պետք է լինեի վաղուց։ Հանրային մեղադրողների ներկայացված միջնորդությունը դատարանը մերժեց։ Երկրորդ անգամ մերժվեց, ինչպես առաջ։ Երկրորդ անգամ մերժվեց։ Նույն օպերատիվ տվյալների վրա էին հղում արվում։ Այո, նույն միջնորդությունները, նույն պատճառաբանությունները, նույն հիմնավորումները։ Դատարանը այս կազմով նույնպես գտավ, որ այլ ընտրանքային խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է։ Իսկ այս հրատապությունը ինչով էր պայմանավորված 17:30-ին դատականությունը նշանակվեց։ Դե միջնորդությունը հրատապության կարգով արտահերթ էր նշանակվել, եթե սկսել էր, պետք է ավարտվեր։ Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը եւ 3 եղբայրները տեղափոխվել են Երևան երեխաների աջակցության կենտրոն։ Մայրը զավակների հետ չի կարողանա մնալ նախնական վարկածով։ Մեկ շաբաթ որոնվող երեխային խեղդամահ է արել հայրը։ Այս դեպքից հետո միայն ընտանիքը արժանացավ սոցիալական ծառայության ուշադրությանը։ Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քրոջն ու 3 եղբայրներին Երևանի Հովի երեխաների աջակցության կենտրոնում փորձում են խաղաղեցնել, ապահով մթնոլորտ ստեղծել, ճանաչել։ Շփոթված են, մոլորված եւ վախեցած։ Կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը առաջին տպավորությամբ կիսվեց։ Հիմա պետք է նրանց հանգիստ թողնել։ Խնդրահարույց իրավիճակում են, անխնամությունը ակնհայտ երևում է, պլյուս դրանից ամբողջ պատմությունները։ Այս փուլում երեխաները, ինչ ասեմ, լողացել են, փոխվել են, շորեր են գտվել։ Փորձում ենք իրանց համար հանգիստ նորմալ մթնոլորտ ձևավորել, իրենց էմոցիոնալ կայունությունը ապահովելու։ Բնականաբար վախեցած են, անհանգիստ են, տեղից տեղ են տեղափոխվել։
Այս ընթացքում անհամար թվով մարդիկ են մտել տուն, դուրս եկել, հարցեր տվել եւ այլն, շփոթահար են, դրամատիկ վիճակում են երեխաները։ Ծափադաղցի փոքրիկին փրկարարները որոնում էին մեկ շաբաթ։ Նրա մարմինը գտան գյուղին հարակից դաշտամիջյան հատվածում։ Մարմնի գլխի շրջանում վնասվածքներով։ Նախնական տվյալներով հայրն է խեղդամահ արել որդուն։ Սպանության կասկածանքով նա կալանավորված է։ Աջակցության կենտրոնում հիմա փորձում են հասկանալ ինչպես օգնել Տիգրանի քրոջն ու եղբայրներին։ Անտոնյանն ասում է, նրանք հիմա պատրաստ չեն անգամ խոսել։ Տրաման կվերապրեն, արդեն պատրաստ լինեն խոսելու, կհասկանանք արդեն արդյոք պիտի վերամիավորվեն ընտանիքի հետ, թե այլ լուծում է պետք գտնել։ Այս բանը շատ վաղ է որևէ բան ասել, թե եւ թե ինչպեսին կլինի։ Գեղարքունիքի մարզպետարանի խնամակալության հանձնաժողովը երեկ որոշեց, որ 4 երեխաներին պետք է տեղափոխել մայրաքաղաքի աջակցության կենտրոն։ Մեծը 12 տարեկան է, փոքրը 5։ Անճապահասները 3 ուշ երեկոյան մոր ուղեկցությամբ են հասել կենտրոն։ Մայրը սակայն նրանց հետ չի մնա։ Եթե որոշել են, որ դեպի երեխաները հեռացվեն ընտանիքից, ամենայն հավանականությամբ ունեն հատկաններ կապված մոր խնամքի որակի, մոր կողմի խնամքի որակի կազմակերպման եւ նման հարցերի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է արդյոք արգելվում է մամայի հետ շփումները թե ոչ, մենք որևէ այդպիսի հրահանգավորում չունենք։ Եղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ազատությանը փոխանցեց, որ այս պահին մայրական իրավունքից զրկելու մասին որոշում չկա, մոր հետ տեսակցության արգելքել չկա։ Այսինքն մոր հետ եւս աշխատանքի մտարվում է։ Միանշանակ։ Ինչ կլինի հետո հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է, բայց արդյոք անհնար էր բացահայտել ինչ էր կատարվում ընտանիքում նախքան դժբախտությունը։ Ընտանիքի ներսում մթնոլորտի մասին որևէ բան չեմ կարող ասել, բայց որ սոցիալական խնդիրներ ունեն, համայնքը տեղյակ է եղել եւ համայնքը բարբերաբար ու ոչ միայն համայնքը, տարբեր սոցիալական կազմակերպություններ այդ ընտանիքին աջակցություն են տրամադրել։ Բայց դրանից դուրս չի նկատվել, որ ընտանիքում այլ խնդիրներ կան, որ կարող են հանգեցնել նման դժբախտություն։ Իհարկե ոչ։ Մենք այնքան սոցիալական աշխատողի կարիք ունենք այս երկրում, որքան բարեկների։ Սոցիալական աշխատողների թիվը կատաստրոֆիկ փոքր է։ Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Անտոնյանը սա համակարգի լրջագույն բացթողումներից մեկն է համարում, բայց ոչ միակը։ Մեղքը միայն այս օղակի վրա գցելով հարցը չի լուծվի։ Ուր էր դպրոցը, պոլիկլինիկան, չէ՞ որ հենց նրանց աչքի առաջ են մեծանում այս խոցելի երեխաները։ Ասել թե թերացել են բոլոր կառույցները նշանակում է ասել ճշմարտության կեսը, շարունակում է մասնագետը ու հարց բարձրացնում, ասենք թե դեպքը բացահայտեցին, հետո կան արդյոք բավարար ռեսուրսներ կոնկրետ կարիքի դեպքում կոնկրետ անհատական օգնություն ցուցաբերելու համար։ Մասնագետի միակ հույսը այն է, որ գոնե հիմա Տիգրանի դեպքը չի մնա միայն սկանդալ, այլ կփոխի համակարգը։ Եվրամիությունը Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, ըստ պաշտոնական հաղորդագրության ընդգծվել է հայկական կողմի հանձնառությունը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը, որի վերջնարդյունքը Հայաստանի քաղաքացիների համար Եվրոպական միություն արժանապատիվ անվտանգ ու դյուրին ճամփորդության հնարավորության ապահովումն է։ Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը տրվել է 1 տարի առաջ։ Եվ միջազգային լրահոսից Միացյալ Նահանգներում տեղական ընտրությունները Դոնալդ Թրամփի իշխանության առաջին փորձությունն էին, արդյոք համոզիչ հաղթանակով Սպիտակ տուն մտած հանրապետական առաջնորդը պահպանում է վարկանիշը։ The future is in our hands. My friends, we have toppled a political dynasty. ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության թեկնածուներն առաջին խոշոր հաղթանակն են տարել միանգամից 3 մրցապայքարում։ Դժվարին իրավիճակում գտնվող կուսակցությանը հնարավորություն տալով ամրապնդել դիրքերը հաջորդ տարի կայանալիք կոնգրեսի ընտրություններից առաջ, որտեղ հիմա մեծամասնություն են հանրապետականները։ Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է նախկինում հանրությանը քիչ հայտնի 34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին։ Նա կդառնա Նյու Յորքի առաջին մուսուլման ու ամենաերիտասարդ քաղաքապետը։ Վիրջինիայի նահանգապետի ընտրություններում հաղթել է 46-ամյա Էբիգեյլ Սփենբերգերը, իսկ Նյու Ջերսիում 53-ամյա Միկի Շերիլը։
Հաղթանակից հետո ունեցած ելույթում Մամդանին ասել է, որ Նյու Յորքի հարուստները աշխատավոր խավին մշտապես ներշնչել են, թե իշխանությունն իրենց խելքի բանը չէ։ Սակայն այսօր նրանք հակառակն ապացուցեցին չնայած բոլոր դժվարություններին։ Ապագան մեր ձեռքերում է, բարեկամներ, մենք տապալեցինք քաղաքական մի դինաստիա, հայտարարել է նա, նշելով, որ մեջբերում եմ, եթե որևէ մեկը կարող է Թրամփի դավաճանությանն արժանացած երկրին ցույց տալ, թե ինչպես կարելի է հաղթել նրան, ապա դա կարող է անել հենց նույն քաղաքը, որտեղից Թրամփը սկսել է իր վերելքը։ Եթե կա բռնապետին վախեցնելու որևէ միջոց, ապա պետք է վերացնել պայմանները, որ նրան թույլ են տվել իշխանություն կուտակել։ Այսպես մենք կանգնեցնենք ոչ միայն Թրամփին, այլև հաջորդին։ Այնպես որ Դոնալդ Թրամփ, քանզի գիտեմ, որ դիտում եք ելույթս, 2 բառ ունեմ ձեզ համար. բարձրացրեք ձայնը։ Turn the volume up. Թրամփը, որն ավելի վաղ Մամդանիին կոմունիստ էր անվանել, սպառնալով նրա հաղթանակի դեպքում կրճատել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, սոցցանցում արձագանքել է։ Եվ այսպես ամեն ինչ սկսվում է։ Մեկ այլ գրառմամբ էլ նշել է, թե դեմոկրատների հաղթանակի առաջին պատճառն այն է, որ քվեաթերթիկի վրա չկար իր անունը, իսկ երկրորդը շաթդաունը։ Մամդանին ստացել է 50%-ից մի փոքր ավելի ձայն։ Նրա գլխավոր մրցակիցը նախկին դեմոկրատ նահանգապետ 67-ամյա Էնդրյու Կուոմոն էր, որը մասնակցում էր որպես անկախ թեկնածու եւ հավաքել է մոտ 41% ձայն։ Հանրապետական թեկնածու Քուրթ Սիլվան ստացել է 7%։ Քվեարկությանը մասնակցել է մոտ 2 միլիոն մարտկամընտրողների 33%-ը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1969-ից ի վեր։ Նյու Յորքում, Վիրջինիայում եւ Նյու Ջերսիում հաղթած 3 դեմոկրատներն էլ իրենց քարոզարշավի ժամանակ շեշտը դրել էին տնտեսական հարցերի, կոնկրետ կենսապայմանների մատչելիության վրա, որը մնում է ամենակարևոր հարցը ընտրողների մեծ մասի համար։ Կոնկրետ Մամդանին առաջարկում է կորպորացիաների եւ հարուստների համար բարձրացնել հարկերը, որպեսզի ֆինանսավորեն այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են բնակվարձը բարձրացնելու արգելքը, երեխաների անվճար խնամքը, քաղաքային անվճար ավտոբուսները եւ այլն։ Էբիգեյլ Սփենբերգերը, որը հաղթել է հանրապետական փոխնահանգապետ Ուինսըմ Էրլ Սիրսին, Վիրջինիայում կփոխարինի կրկին հանրապետական նահանգապետ Գլեն Յանգկինին։ Ստենբերգերը խոստացել է կենտրոնանալ խնդիրների լուծման, այլ ոչ թե պառակտում հրահրելու վրա։ Այսօր մենք ուղերձ հղեցինք ամբողջ աշխարհին, որ 2025 թվականին Վիրջինիան ընտրեց պրագմատիզմը կուսակցականության փոխարեն։ Մենք ընտրեցինք համագործակցությունը քաոսի փոխարեն։ Լուրերը շարունակում են թարմացվել մեր կայքում ազատություն.am եւ Ազատության էջերում, սոցիալական ցանցերում, իսկ լրատվական թողարկմանն այսքանը, կհանդիպենք։